Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց, սկսում ենք նոր օր և նոր մենու, դե ինչ տեղավորվեք հարմարավետ և տեսեք թե այսօր ինչ մենու եմ պատրաստել, միգուցե այսօր էլ կկարողանամ լինել օգտակար, դե ինչ սկսում ենք նախաճաշից, այսօր նախաճաշի համար պատրաստում եմ հաց տապակ, տանը ունեի սենց մանր մունր կտոր հին հաց, քանի որ չէի ուզում դեն նետել, որոշեցի հաց տապակ պատրաստել, հիմա այսպես մանր կտրատում եմ, լավաշ, հացի ինչ տեսակներ լինի տանը կտորներ, ձեռքով հենց պոկում եմ և թավայի մեջ լցրել եմ մի քիչ ձետ ու մի փոքր կտոր կարագ, հիմա հացը կմանրացնեմ ու կլցնեմ տապակի մեջ, որպեսզի մի քիչ տապակվի, սիրելիներս և այստեղ ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորին, շատ ջերմ խոսքերի մեկնաբանությունների համար, ես շատ ուրախ եմ, որ ինձ գրում եք, որ ինձ շատ եք սպասում, ձեզ հետաքրքրում է, իմ ալիքը անչափ շնորհակալ եմ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, իհարկե գիտեմ, որ ուշացնում եմ, ինձ ասում եք շատ եմ ուշացնում, մի քիչ ժամանակի խնդիր ունեմ, դրա համար էլ ուշանում են իմ տեսանյութերը, կաշխատեմ չուշացնել, չեմ խոստանում, բայց կաշխատեմ չուշացնել, ահա սիրելիներս, հացը լցրեցի թավայի մեջ, տապակվում է և այստեղ կոտրեցի ձուն, աչքաչափով ամեն ինչը տեսեք, թե ձեզ ինչպես է հարմար, մի քիչ աղ ավելացրեցի ձվի վրա և հիմա լցնելու եմ ձուն հացի վրա և արագ խառնեմ, ոչ թե թողնեմ, որպեսզի ձվածեղի նման հավասար լինի, այլ խառը, որպեսզի բոլոր հացերը գոնե մի փոքր ձու իրանց վրա վերցնեն, Ահա սիրելիներս, հաց տապակը պատրաստ է, սա մեր սիրելի նախաճաշերից մեկն է, դե ինչ մենք վայելենք մեր նախաճաշը շատ համեղ հյութով, իսկ եթե դուք էլ պատրաստվում եք նախաճաշելու, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին, Ահա նորից հանդիպեցինք, մինչև ճաշի ժամը ես որոշեցի պատրաստել նախ ուտեստ, տանը ունեի մեկ դդմիկ, մեկ սմբուկ, մի փոքրիկ պղպեղ մի քանի հատ, անգամ կտրտած պղպեղներ էին և որոշեցի օգտագործել, որպեսզի չփչանան և հիմա տապակում եմ բոլոր բանջարեղենը շերտերով, սխտորով և կանաչիով տեղավորելու եմ տարայի մեջ ու կդնեմ սառնարանը, այդպես սառը կլինի նախ ուտեստ, բանջարեղենի տապակելու ընթացքում ես պատրաստում եմ սխտորը, կմաքրեմ և կդնեմ մի կողմի վրա, Սիրելիներս, բնական է այսպիսի բանջարեղենը տապակելուց շատ ձեթ է թռնում ասոմային կողմ և ունեմ այսպիսի մի ցանց, որը շատ հարմար է, եթե հանդիպեք անպայման գնեք, փակում եմ ցանցով և շատ քիչ քանակով է գոնե ձեթոթվում տարածքը, պահում է լավ, պահում է և եթե շրջելու խնդիր կա, պետք է չի ամբողջությամբ բացել, որովհետև ինքը երևում է թափանցիկ ցանց է, երևում է, թե
որ կտորը պետք է շրջել։ Ահա, հիմա պղպեղն եմ տապակում, հետո էլ կտապակեմ սմբուկը։ Սմբուկը նախապես աղ եմ արել, դրել եմ թղթե անջեռոցիկի վրա, որպեսզի ջուրը դուրս գա։ Ահա, իսկ սխտորը կտրում եմ այսպես կլոր շերտերի, քանի որ աշխատում ենք, աշխատանք են գնում, եթե ինչ-որ մեկնում ետս չենք ուզում սխտոր ուտել, հեշտ լինի միքսից ջոկել հանելը։ Մի ժամանակ կտրում էի շատ մանր կտորների, բայց հիմա այս չէ, որովհետև աշխատանքի գնալուց գոնե այսպես համ է տալի եւ աշխատանքի գնալուց սխտորի համ շատ հոտ չի տալիս։ Ահա եւ էր սիրելիներս, բոլոր բանջարեղենը տապակեցի, կանաչին կտրել եմ, սխտորը կտրել եմ, պատրաստ եւ հիմա շերտ կամ խառը ոնց հարմար է, աղ կանեմ եւ որովհետեւ տապակելուց աղ չեմ ավելացրել բանջարեղենի վրա, աղ ավելացնելով կտեղավորեմ այսպիսի ապակյա տարայի մեջ։ Դե ինչ սիրելիներս, բարի ախորժակ բոլորին։ Ահա սիրելիներս, հիմա էլ պատրաստվում եմ ճաշին։ Ճաշի համար պատրաստում եմ այս կարմիր ոսկով ապուր, շատ վաղուց է, որ չեմ պատրաստել։ Դե ինչ, հիմա կլցնեմ տարայի մեջ, մի հատ կլվանա եւ կդնեմ եփելու։ Ոսպը դրեցի գազօջախին, քանի որ ինքը շատ շուտ եփող է, այդ ընթացքում ես պատրաստում եմ սոխարածը։ Ահա, ժողովուրդ ջան, ոսպը էփեց, սոխարածը ավելացրեցի, հիմա մի հատ արգանակ եմ ավելացնում,
որպեսզի համեղ լինի, մի փոքրիկ էլ աղ կավելացնեմ, որտեղ արգանակը արդեն աղի է։ Հիմա, քանի որ իմ ձեռքի հարիչը, ինչ են ասում, բլենդերը փչացելա չունեմ, հարելու եմ այս սրանով։ Հիմա կթողնեմ մի քիչ կսառի, եթե լիներ լավ կլիներ, հենց կաթսայի մեջ այսպես հարում եք, դառնում է այսպես պյուրեի նման, բայց ջրալի։ Կաթսայի մեջ շատ հարմար է հարելը։ Ահան, հիմա թող մի քիչ էլ եփվի, արգանակը հալվի, էլ չի երևա ու կհարեմ այս հարիչով ու նորից կմիանա։ Ուրեմն ոսպը հարեցի, դրել եմ մի կողմի վրա եւ կտրատում եմ բեյկոնը, տապակելու եմ հենց նույն թավայի մեջ, որտեղ որ սոխարածն էի արել, բեյկոնի հետ ոչ ձեթ, ոչ կարագ, ոչ մի բան չեմ ավելացնում, որտեղ ինքը հենց արդեն յուղոտ է։ Հիմա մի քիչ բեյկոնը կտապակվի, կկարմրի ու կավելացնեմ ոսպի վրա։ Ու հիմա ավելացնում եմ համեմունքները, սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղը արդեն ստուգել եմ, շատ լավ է, եւ հետո ավելացնելու եմ չոր սամիտ, չորացած սամիտ։ Ահա սիրելիներս, ապուրը արդեն պատրաստ է, ստացվել է շատ համեղ։ Դե ինչ, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին։ Ահա եւ նորից հանդիպեցինք եւ հիմա էլ պատրաստվում եմ ընթրիքին։ Ընթրիքը պատրաստեցի հավի 1 կրծքամսով եւ ստացվեց շատ համեղ, շատ հեշտ եւ շատ արագ։ Գնել եմ այսպիսի լավաշիկներ, տակոներ, մեքսիկական, այստեղ Իսպանիայում ասում են մեքսիկական, չգիտեմ ուրիշ տեղեր ոնց է անունը, ինչ են ասում։ Հես այսպիսի փոքրիկ լավաշիկներ են։ Ուրեմն նախապես կտրել եմ պղպեղների տեսակները եւ սոխը։ Ես վերցրել եմ գունավոր պղպեղ, որպեսզի գույները մի քիչ գեղեցիկ տեսք ունենա։ Եթե դուք չունեք, ոչ մի խնդիր չկա։ Կտրեք այն պղպեղը, որը որ ունեք ձեռքի տակ։ Այստեղ ունեմ հավի կրծքամիսը, հիմա սա էլ կկտրեմ բարակ երկար շերտերի եւ առանձին կտապակեմ։ Հավի կրծքամիսը դրեցի թավայի մեջ, լցրել եմ թավայի մեջ եւ թողնում եմ տապակվի, բայց չեմ թողնում, որպեսզի շատ չորանա։ Ու վրան ավելացնում եմ տապակած պղպեղը։ Երկուսը միասին էլի թողնում եմ մի քիչ տապակվի, որպեսզի համերը խառնվեն իրար, ու վերջում ավելացնելու եմ մեքսիկական սոուսը։ Սա էլ մեքսիկական սոուսն է, ընդհանրապես մեքսիկական սոուսները լինում են շատ կծու, բայց ես ընտրեցի քիչ կծուն, այս սրա նկարի վրա 1 պղպեղ էր նկարած,
եւ ես դա վերցրեցի, որպեսզի շատ կծու չլինի։ Հիմա սա խառնում եմ, թողնում եմ մի փոքրիկ էլ համերը խառնվեն իրար, ընթացքում իհարկե ավելացրել եմ աղ։ Ահա սիրելիներս, հիմա սկսում ենք լցոնել լավաշիկները։ Վերցնում եմ մի գդալ կամ երկու գդալ, լավ առատ լցոնում եմ այսպիսի ջեռոցի տապակի մեջ։ Հիմա բաժակով մի քիչ հենարան եմ անում բաժակով, որպեսզի դնեմ մյուս կտորը, չքանդվի, չբացվի լավաշիկը։ Հիմա վրան ավելացնում եմ քերած պանիր, ինձ մոտ մոցարելա տեսակի պանիրն է եւ ուղարկելու եմ դեպի ջեռոց։ Ջեռոցում թողնելու եմ այնքան մինչև որ լավաշիկի այս ծայրերը մի քիչ կարմրում են, դառնում են խրթխրթան եւ պանիրը հալվում է։ Միջուկը իհարկե պատրաստ է, երկար ժամանակ պետք չէ թողնել ջեռոցում։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար։ Այսօր էլ պատրաստել էի այսպիսի ճաշատեսակներ։ Ընթրիքը մեր արդեն պատրաստ է, տեսեք թե ինչ հիանալի, ինչ համեղ, ինչ ախորժելի տեսք ունի։ Դե ինչ, բարի ախորժակ բոլորին։ Այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ասում եմ կհանդիպենք։ Մեր հանդիպման վայրը չի փոխվում։ Կհանդիպենք նույն տեղում, առայժմ։